Հարգելիներս, քանի որ վաղը կիրակ է, եկեք տեսնենք ինչպես կանցնի կիրակին մեզ համար։ 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 Արդեն հոգնած ենք, հա, լավ, տեղը տեղին։ Կիրակին կանցնի ընտանեկան միջավայրում, կհանդիպեք հին ընկերների հետ, հին ծանոթների հետ։ Կիրակի օրը մեզանից շատերը կենտրոնացած կլինեն համ հիշողությունների վրա, համ էլ մեկ շաբաթվա այսպես աշխատանքային պլանները տրամաբանորեն, հա, գծելու կամ ծրագրերը կազմելու վրա։ Այո, եւ դուրս կգա այնպես, որ լավ հանգստից հետո մենք կորոշենք, որ ինչպես կազմել մեր ողջ շաբաթվա ծրագիրը, որպեսզի այն ավելի հեռանկարային լինի մեզ համար։ Եվ քանի որ խոսել էի ճամբարակի երիտասարդի մասին, որին մինչև հիմա ոստիկանները փնտրում են, ես ասեցի, որ կգտնեն 3-4 օրվա ընթացքում, որովհետև ամենալավ ժամանակաշրջանն է, նաև նշեցի, որ ոչ աստղային քարտեզը եւ ոչ էլ ես, որ նշում եմ, մենք չենք անելու այն աշխատանքը, ինչը որ պետք է արվի փնտրողները, կամավորները կամ ոստիկանները, այսինքն 3-4 օրը ամենալավագույն տարբերակներ վահագին գտնելու համար։ Ես այսօր նորից կազմեցի իր քարտեզը։ Ես ձեզ ցույց տամ, մենք այստեղ ինչ ունենք։ Այսպես կազմեցի հորար քարտեզը եւ եկեք մենք ուշադրություն դարձնենք, ինչպիսի այսպես ասպեկտներ է կազմում եւ որ տներում է գտնվում իրադարձությունները։ Նախ ինձ համար շատ կարևոր էր ուշադրություն դարձնել 8-րդ տանը, իսկ 8-րդ տունը հանգիստ էր, չկա կյանքին սպառնացող վտանգ, այսինքն անձը գտնվում է ողջ վիճակում, ցույց է տալիս լուրը Վեներան, որ բարենպաստ ասպեկտ է կազմում Լուսինը Վեներայի հետ եւ գտնվում է առյուծ կենթանակերպի առյուծ նշանում։ Այստեղ կարիճ նշանը ընդհանրապես ոչ մի ասպեկտ չունի, որը հուշում է, որ այսինքն կյանքի ընդհատում չկա եւ մարդը ողջ է։ 10-րդ տանն է գտնվում ուրեմն Յուպիտերը եւ Մերկուրին եւ գտնվում է ռետրոգրադ դիրքում, այսինքն հիմա սպասվում է այն, որ ոստիկանները նորից սկսելու են փնտրել նույն կետից, այսինքն նորից անդրադառնալու են այդ իրավիճակին, հետ ընթաց ինչ որ իրավիճակ կա, որտեղ պետքա նորից ուսումնասիրեն կամ հետ կգնան այն տեղերը փնտրելու, որտեղ արդեն փնտրել են։ Ինչ վերաբերվում է, տեսեք, մեզ հստակ ցույց է տալիս ջուրը։ Բայց քանի որ կյանքին սպառնացող վտանգ չկա, անձը գտնվում է ողջ վիճակում, բայց գտնվում է, ընդունենք, ջրին մոտ, բայց ոչ ջրի մեջ, գտնվում է ողջ կամ հնարավոր է խոնավ տեղ։ Երբ որ մենք նայում ենք անձի գիտակցությանը, գիտակցության հետ մենք տեսնում ենք, որ որոշակի խնդիր կա, կամ անձը մոլորվել է, կամ չի գտնվում սթափ վիճակում, ստրեսից գիտակցության հետ կապված որոշակի այսպես խնդիր ունի, եթե իհարկե այդ խնդիրը ինքը վաղուց չի ունեցել։ Այստեղ արդեն իմ ուսումնասիրելու հարցը չի, այսինքն ինձ հետաքրքիր է իրավիճակը եւ հստակ մենք տեսնում ենք արևը բարձրադիր գոտում, քանի որ ցերեկն է կազմվել հորար քարտեզը, նշանակում է, որ ընդարձյալ բարենպաստ դիրք է կազմում տեղեկատվության հետ կապված։ Եղել է տեղաշարժ, իր տարածքից հեռու, շատ հեռու չի գտնվում, այստեղ չգիտեմ, Սևանա լճի հետ է կապված, Հրազդանի լճի հետ է կապված, ինչ որ ջրային տարածք, խոնավ տարածք, որտեղ ցույց է տալիս, որ այդ տարածքում է ինչ ասեմ, այստեղ ինձ շատ ուրախացրեց, որ ինքը գտնվում է ֆիզիկապես կայուն դիրքում եւ
այո, կյանքի ընթացքում այստեղ մենք չենք տեսնում, չկա կյանքի ընթացքում կգտնեն ուղղակի հիմա ռետրոգրադ դիրքերը, այն 4 օրը ամենալավագույն օրն էր, որ կգտնեին տղային, այստեղ մենք ունենք լարված ասպեկտներ, դժվարություններ իրան գտնելու հետ, բայց միևնույն է իրեն գտնելու են ըստ քարտեզի, եթե հիմա այդ մարդու կյանքը ընդհատված չի, նշանակում է քարտեզը հույս է տալիս, որ իրեն կգտնեն ողջ վիճակում, բայց ես չեմ կարող երաշխավորեմ, թե ինչքան ժամանակ հետո կգտնեն եւ ինչքան ժամանակ հետո այդ մարդու հետ ինչ կլինի։ Ես այսօրվա վիճակով եմ խոսում, այո, գտնելու այսօր թերևս գտնելու հնարավորությունը այդքան էլ բարձր չի, բայց ունենք լավ ասպեկտներ, որ էլի հնարավորություն է տալիս գտնելու, այսինքն նորից վերանայելու խնդիրը եւ նորից սկսելու փնտրտուքները, որը կտա լավ արդյունք, բայց եթե այդ լավ արդյունքից ընդունենք փրկարարները, ոստիկանները, այս ոնց որ այդ շանսը հնարավորությունը բաց թողնեն, հետո ես չեմ կարող ասեմ ինչ կարող է լինել Վահագը հիմա ողջ է, այնտեղ գիտակցության հետ կապված կամ հիշողության հետ կապված որոշակի խնդիր կա, բայց մահվան կամ կյանքի ընդհատման հետ կապված մենք ոչ մի ցուցանիշ չունենք, որը հստակ մեզ ցույց է տալիս մարդու առողջ լինելը։ Այսպես չեմ տեսնում, որ կյանքը, չէ, 100% ինքը հիմա գտնվում է ողջ վիճակում։ Բոլորիս լավ հանգիստ եմ մաղթում, իսկ Վահագին շուտապույտ վերադարձ։